Պուշկինի 31, բնակարան 11, կար ժամանակ, երբ այս հասցեն մանկահասակ երեխաներ ունեցող մայրերի համար օգնության դուռ էր։ Երեխայի ցանկացած ցավ ու հիվանդություն անզորանում էին մանկաբույժ Վիլեն Աստվածատրյանի ձեռքերում։ Պատմում են, որ ժամեր շարունակ լաց լինող երեխաները լռում էին, երբ նրանց գիրկն էր առնում բժիշկը։ Վիլեն Աստվածատրյանը ծնվել, 73 տարի ապրել ու մահացել է այս բնակարանում։ Հիմա այդ մասին կիմանան նաև անտեղյակ անցորդները։ Հուշատախտակը բացվում է մանկաբույժի ընտանիքի ու ընկերների նախաձեռնությամբ։ Բակում հավաքվածները հիշում են Վիլեն Աստվածատրյանը բացառիկ էր եւ որպես մարդ եւ որպես մասնագետ։ Նրանից շատ բան են սովորել։ Նրա գիտական աշխատանքներն այսօր էլ մանկաբույժների համար դասագիրք են, երիտասարդ մայրերի համար ուղեցույց։ Ես կարծում եմ, որ չկա որևէ բժիշկ, որ երբևէ իր վրա ազդեցությունը չունենա կամ չի ունեցել Վիլեն Աստվածատրյանը։ Անվանի մանկաբույժն ով ցանկացած ժամի ցանկացած վայրում պատրաստ էր օգնել մանուկներին, դոկտոր պրոֆեսոր էր, գիտությունների վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ բժշկական գիտությունների թղթակից անդամ։ Մի շարք պետական մրցանակներ ուներ, 12 տարի Երևանի պետական բժշկական ինստիտուտի ռեկտորն էր։ Եթե Վիլեն Արմենիչը հիմա լիներ մեզ հետ, կոչ կաներ, որ մանկաբուժական ֆակուլտետը վերաբացվի բժշկական համալսարանում, մանկաբուժության զարգացման համար նոր ուղղություններ մշակվեն Հայաստանում, հատկապես տեղամասային մանկաբույժների, գյուղական բժշկական ամբուլատորիաներում աշխատող մանկաբույժների եւ միջև քաղաքային ուրեմն հիվանդանոցների մանկական բաժանմունքները։ Բնակարանում, ուր ապրում էր Վիլեն Աստվածատրյանն, այժմ նրա որդու ընտանիքն է բնակվում։ Աստվածատրյանի ժառանգներից ոչ մեկը մանկաբույժ չէ, բայց բոլորը բժիշկներ են։ Անգամ թոռներն են պատրաստվում Հիպոկրատի երդմանը։ Ես եմ բժիշկ, իմ եղբայրս է բժիշկ եւ իմ ավագ տղաս բժշկական ինստիտուտում է սովորում 5-րդ կուրսում։ 2 օր առաջ Վիլեն Աստվածատրյանի տարեդարձն էր, անվանի մանկաբույժը 80 տարեկան կդառնար։ Հուշատախտակը պատրաստվել է տարեդարձի առթիվ, այն կհավերժացնի մանկաբույժի հիշատակը։ Սոլնե Միքայելյան, Միլենա Պողոսովա, ժամը լրատվական։